Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, մի քանի րոպե սպասենք և միասին քննարկենք մի քանի կարևոր թեմա, որոնք այս քանի օրը ես առանձնացրել եմ։ Ողջունում եմ ձեզ հարգելի հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, շուրջ 2 օրից ավել, 3 օր բուռն քննարկումների և մարդիկ առիթ է դարձել և մարդիկ խառնվել են իրար նաև, շատ ծանր են տարել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ 35-ամյակին նվիրվող խորհրդի հոբելյանական նիստի ժամանակ, երբ նախագահան շատ կոնկրետ ուղղություններով ընդգծեց, թե մեր երկիրը ինչ վիճակում է, մեր երկիրը ուր պետք է գնա, ինչ զարգացումներով է պետք դա անել, խոսեց միասնականության, ազգային ինքնության պահպանման, Արցախի հարցը չփակելու կամ վերաբացելու, անվտանգային համակարգի վերականգնման, բանակի վերականգնման, այս բևեռացված հասարակության համերաշխության բերելու մասին, բայց ինչ-որ մարդիկ խոսում են, շարունակում են կիսվել այն մտքի հետ, որը նախագահան երկրորդ անգամ կրկնեց, որովհետև առաջի անգամ ևս այդ խոսքը, ինչպես մնացած բոլոր թեզերը, ինչպես տեսնում եք, նշանակետին են հասել, դրա ապացույցն է այս բուռն քննարկումները, որոնք որ կան տարբեր շերտերում հասարակության և քաղաքական պալիտրայի տարբեր ուղղություններում, խոսում են այս ելույթի բովանդակության մասին։ Այն թեզը, որը գեներացնում են կեղծ ընդդիմադիրները, մասնավորապես Անդրանիկ Թևանյանի նկատի ունեմ և ոչ միայն նրանք, այսօր այդ թեզը արդեն կոտրվել է, Թևանյան Անդրանիկը արդեն իր անցած ելույթում խոսում է այն բանի մասին, որ գիտեք, մենք չենք ասում, որ իրանք են բերել, բայց իրանք են նպաստել, որ ինչ-որ սենց ծիծաղելի արդեն քննարկումներ են իրանցից ներկայացնում այդ թեզի գեներացումը, բայց առնվազն և էշին համբուրողներն են հայտնի և համբուրվողներն են հայտնի, արդեն բաժանվել են բոլորը ճիշտ մասերի և մենք տեսնում ենք, թե ով ում ճամբարից է, ով ում հետ է, ով ում աջակիցն է, ով ում թիմակիցն է, ով ում կարծիքը ներկայացնողն է, բոլորը պարզ են, շատ լավ է, որ ընդդիմադիր դաշտում ամեն ինչ պարզ է, ինչպես քաղաքական դաշտում առհասարակ, որովհետև ժողովրդական լեզվով ասած արդեն երևում է ով ում բարեկամն է։ Տեսեք, քանի որ նախագահի խոսքը տանում են վերլուծաբանների են խնդրում եւ այլն, որ իրանց հասկացնեն, բացատրեն, թե ինչ է նշանակում նախագահի կարծիքները, որովհետեւ նրանք հայերեն լեզու լավ չգիտեն, իսկ նախագահան խոսում է մաքուր հայերեն լեզվով, գրական հայերեն լեզվով, նրանց համար
ուրիշ լեզուներ են շատ անգամ ավելի անկալելի, իրենք չեն հասկանում, դրա համար բարդ է անկալումը տեղի ունենում, օրինակ, որ ուրիշ ուժեր են եղել, ես սրանց չեմ պարտվել, այլ պարտվել եմ ուրիշ ուժերին, այդ մարդիկ իբր չեն հասկանում ինչի նկատի ունի նախագահան, որ նախագահան ասում է ձեր համբուրած էշին մեր դրանը մի կապեք, իրանք իբր դա չեն հասկանում էլի նախագահան ինչի նկատի ունի, եւ դրա համար ես որոշեցի, որ պետք է արձագանքել մանավանդ այդ կապիտուլյանտների ողմակին, չնայած դրանք ողմակ չեն, կապիտուլյանտների ինչ որ խմբակին, այդ ուսապարկերին, այն մարդկանց ովքեր Արցախ հանձնել են եւ այն մարդկանց ովքեր որ խաղում են այդ ուսապարկերի խաղը, այդ նույն թեզերի մեջ փորձում են թիրախավորել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ հանրապետական կուսակցությանը մասնավորապես առհասարակ։ Մենք ամեն ինչ այսօր տեսնում ենք եւ լսում ենք եւ հարկ եմ համարում անպայման մեր քաղաքացիների մոտ ներկայացնեմ այն բոլոր տեսակետները, որոնք մենք ունենք, թեև մենք ի տարբերություն նրանց ժողովրդի հետ ամենօրյա ռեժիմով շփվում ենք եւ կապի մեջ ենք, մենք այդպես խնդիր չունենք, բայց այս ուղիղ եթերի տարբերակով շատ հարմար է շփվել մարդկանց հետ, որովհետեւ բազում հարցեր կան, տալիս են մարդիկ մեր ընկերները, մեր քաղաքացիները, որ պատասխանենք եւ եթե հարցեր կան, հիմա ինձ հետևող մարդկանց խնդրում եմ կարող եք նաեւ մեկնաբանություններում ավելացնել, ես ուղիղ եթերում դրանց կանրադառնամ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ուղերձը եւ առհասարակ խոսքը շատ պարզ էր, ես խոսքի սկզբից ասեցի, հա, բացվածքը, բայց մարդիկ դե իհարկե սիրում են մանիպուլյացիաներ անել եւ այլն, այդ մանիպուլյացիաներով թեև մանիպուլյացիաներ են անում, անգամ պարզ է դառնում, որ երրորդ նախագահի խոսքը հասել է իր նշանակետին, թե չէ այդ ցնցումները չէին լինի։ Հիմա տեսեք, այս թեմայի մեջ մուտք են գործել Ռուբենները, Արսեն Թորոսյանները, Պետրոսները, Ղազարյան, Ալեն Սիմոնյանները եւ այլ մարդիկ, ովքեր մեղավոր են, պատճառ են եւ հանցագից են Արցախի հանձնմանը, հա, այն ինչ որ մեկը դրանից կա անունը չեմ իմանում ոնց է, որ հələ ասելա կապիտուլյանտներ, բան դու կապիտուլյանտ եք, ինչ որ իրանց թիմակիցներն են ծիծաղում այդ տղայի վրա, որովհետեւ ներվի ըստ էության նա ուղղակի չի իմանում կապիտուլյանտ բառը, քանի որ կապիտուլյանտ բառը եւս նա քաղաքական դաշտ է ներմուծվել Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո է նա անվանել է Նիկոլ Փաշինյանին կապիտուլյանտ եւ այդ ժամանակվանից մարդիկ իմացել են երևի իրանք կապիտուլյանտ բառը ինչ է նշանակում, բայց ուղղակի լսելով են իմացել, դե անկալում չունեն, չեն կարող հասկանան իրանք էլ ինչա բառերը նշանակում, բառարանով չեն կարող օգտվել, որովհետեւ անգրագետ եւ թերուս են, եւ այդ թերուսները տարբեր ճամբարներում կան, հա, ոնց ճամբարներ կան, նորից եմ ասում, որ նաեւ հայերեն լավ չեն կարող խոսան, պրոստը որ լավ չեն կարող խոսան, տարբեր լեզուներ, լավ է տարբեր լեզուներ իմանալը, բայց գոնե մայրենի լեզուն պետքա լավ ճանաչել, լավ իմանալ, իսկ եթե մայրենի լեզուն սրանք լավ ճանաչեին, իրանց հայրենի հողերը չէին հանձնի թուրքերին, եւ դա ես ուզում եմ դրա մասին մենք խոսենք, հա։ Տեսեք, սրանք վայրահաճոցների մեջ են, որ այդ ոնց եղավ, որ ժողովուրդը մեզ սկսել է չսիրել, իրենց պարտությունը, մենք Գյումրու մասով անպայման մոտ այսօր իրար հետ խոսանք կարճ։ Ուրեմն տեսեք, առհասարակ ես ինչ եմ ուզում ասեմ։ Մենք գործ ունենք մարդկանց հետ, ես իմ մոտ առանձնացրել եմ, գրել եմ սրանց խոսքերը, բայց չեմ ասելու, որովհետև սրանց պետք չի էլ անդրադառնալ։ Իրանց պետք է անդրադառնալ ուղղակի հիշեցնելով հանրությանը, որ մենք գործ ունենք թրքահպատակ, թրքասեր, ոչ հայանպաստ գործողություններ իրականացնող խմբակի հետ։ Այդ խմբակի մեջ կան մարդիկ, ովքեր որ ստիպված են իրականացնում իրենց գործունեությունը, կան մարդիկ, ովքեր որ միտումնավոր են իրականացնում, կան մարդիկ, ովքեր որ շահգրգռված են եւ այլն։ Նաեւ սրանց խմբակի հարկային terror-ի մասին այսօր ես կխոսամ մեր երիտասարդ գործարարների
խնդրանքով նաև, ում ամեն ինչ անում են, որպեսզի նրանց բիզնեսները Հայաստանում փակվի, բայց կխոսամ սրանց անդրադառնալուց հետո։ Ուրեմն տեսեք, Վահագն Ալեքսանյաններ, Ալեններ եւ այլններ։ Դուք ձեր հայրենիքը հանձնել եք Թուրքին։ Դուք, ինչ եմ ասում, եւս մեկ անգամ նշում եմ, որ նաև Ալեն Սիմոնյանն էր ասում, որ Աղդամը իմ հայրենիքն է, հիմա ասում եմ, որ կներեք սխալվել եմ, եւ վաղը Սևանի մասին տենց կասես, Ծաղկաձորի, Երևանի եւ այլն, հեսա ձեր իշխանությունը։ Դուք չեք կարողանում որևէ բան անել, բացի քանդելուց, հանձնելուց, վաճառելուց, դավաճանելուց, դա ձերը։ Հիմա տեսեք, հայ ժողովուրդը չի ուզում դա։ Դուք խաբել եք, դուք խաբեբա եք, դուք գաղափարական խաբեբա եք։ Դուք խաբել եք մարդկանց, ասելով, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում իրականացվել են չարաշահումներ եւ այլն, մենք կգանք, լավ իրավիճակ կստեղծենք, Ղարաբաղը կանկախացնենք, թռիչքաձև աճ, կախարդական փայտիկ եւ այլն։ Մենք ունենք չէ՞ ձեր սա հարցազրույցներն ու ելույթները վիդեոների վրա, երբ ցանկանաք կարող ենք հրապարակել։ Տեսեք, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղղակի նայեք, ստե կարևոր մեկ նյուանս կա, էլի։ Այս խոսույթը համ Անդրանիկ Թևանյան շրջանառում, համ Ալեն Սիմոնյաններ, այսինքն հավաքական ԿՊ-ն, էլի, դա տարօրինակ է։ Ուղղակի ձեր դատին եմ, ներկայացնում։ Սա տեսեք։ Պետք չի լինել տնտեսագետ, ուղղակի գնացեք, եթե դուք ծանոթ ունեք, ասենք շենքում ինչ-որ մեկը տնտեսագետ է, կամ դասախոս ունեք տնտեսական մաթեմատիկայի դասատուն ունեք, որ տնտեսագետ ծանոթ է, հիմա զանգեք, հարցրեք, կամ մտեք Gov.am, այսինքն ինտերնետում հասանելի է, էլի։ Մտեք տեսեք, եթե Սերժ Սարգսյանը չանդամագրեր Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ին, մեր տնտեսությունը այսօր ինչ օր ելնելու է։ Հիմա դուք պրոստը մտեք նայեք, մենք արտահանում ներկրումը, որ երկրներ ենք անում, ու գումարը որտեղից է գալի բյուջե, հա։ Դա մտեք նայեք։ Եթե ԵԱՏՄ-ն չէր լինում եւ մենք հարկը, турքը լինում էր հավասարաչափ, հա, ոնց որ կար, այսինքն ռաստամոշկա էինք անում ժողովրդական լեզվով ասած։ Ինչ էր լինելու մեր պետության հետ։ Տեսեք, բոլոր այդ որ Անդրանիկ Թևանյանը ասում է, դե մի գիշերվա մեջ գնացին մտան Սերժ Սարգսյանը մի քանի տարի քրտնաջան աշխատել է, ծանր աշխատանք է իրականացրել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անդամագրվի ԵԱՏՄ-ին։ Եվ մենք ԵԱՏՄ-ին անդամագրվել ենք, անդամակցել ենք եւ հիմա ամենամեծ շահը ունեցող երկրներից մեկն ենք այդտեղ, որովհետեւ նորից եմ ասում, մեր համար 100 միլիոնավոր մարդկանցից բաղկացած շուկաներ են բացվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրության այդ արդյունքում, հա, նաև 13 թվականի գազի պայմանագիրը, որ կնքվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ, որ մեզ էլի հնարավորություն է տալի մրցունակ լինելու, նաև հապկը, նաև սպառազինությունը, 50,000 տոննա զենքը, Իսկանդերը, Տոճկը-ուն, այս 300-ները եւ սմերչերը լիքը, ասես գիտես, միշտ կարանք խոսանք, գիտեք, անընդհատ խոսում ենք, բայց այս մարդիկ, այս Անդրանիկ Թևանյանն ու ԿՊ-ն իրար հետ այս թեզերը շրջանառում են, հա, իրար հետ շրջանառում են, այդ բայց չեն շրջանառում դրանց հետ այլ այս իմ ասածները իրականությունը չեն ասում, հա, ու չես հասկանում, թե ոնց է ալնում, որ իրանք ինչ-որ երկրի բարեկամ են հանդիսանում իբր ըստ իրենց, հա, բայց իրենք սուտ են ասում, կեղծիք են տարածում եւ նախագահ Սարգսյանը կոնկրետ խոսում է Հայաստանի Հանրապետության ապագայի մասին։ Դուք տեսնում եք նաեւ այսօր մեր խմբակցությունը, պատիվ ունեմ խմբակցությունը, միակ խմբակցությունն է Հայաստանում, ով դեմ է քվերք է այդ եվրոինտեգրման գործընթացին Հայաստանի Հանրապետության։ Դեմ ենք քվերքել, որովհետեւ թեև մենք եղել ենք եւ կանք եւ քաղաքականության կողմնակից եւ միշտ վարել են քաղաքականություն, բալանսավորած քաղաքականություն, որ հնարավորությունը տվե մեզ որպես տարածաշրջանի խաղացող լինել լավ դիրքերում, ունենալ մարտունակ բանակ, որը գործուն հանդիսացել Հայաստանում, բայց այսօր մեզ համար դա վտանգավոր է եւ մենք արձանագրում ենք նաեւ թղթի վրա ենք արձանագրում, որ դա մեր համար վտանգավոր է։ Հիմա տեսեք, այս թեզերը գեներացնողները վախեր ունեն, հա, վախեր ունեն, որովհետեւ հասկանում են, որ իրանք
կեղծ քարոզ են անում, իսկ մենք ճիշտն ենք ասում, մենք ճշմարտությունն ենք ասում, մենք չենք խաբում ժողովրդին։ Մենք ճիշտն ենք ասում, ճիշտը։ Իսկ դուք փորձում եք մանիպուլյացիաներ անեք ու շատ ցավում եմ, որ ընդդիմադիր փոքր, բայց սեգմենտ կա որոշակի, որ Նիկոլի հետ ուսուսի տված այդ թեզերը գեներացնում են, ու ամենացավալինն է, որ այդ մարդկանցից ոմանք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում են հանգրվանում ու նաև հանդիսանում են հասարակության համար Ռոբերտ Քոչարյանի կարծիք ներկայացնող մարդկանցից ոմանք, որ մարդիկ իրենց տենց են ճանաչում, նաև Թևանյան Անդրանիկինն էլ իմիջայելոց։ Ես ձեր դատին եմ ներկայացնում, դուք ինքներդ տեսեք, թե ինչի են իրանք այդ թեզերը շրջանառում, բայց այստեղ գալիս է մի այլ հարց։ Հիմա անդրադառնանք ՔՊ-ի այս խոսույթին, Իրանք փորձում են ինքնապաշտպանվել, ակնհայտ պարզ է դա, բայց ինչից են ինքնապաշտպանվում, եթե մենք նորից եմ կրկնում, մենք ճշմարտությունն ենք խոսում։ Մենք որևէ մանիպուլյացիա չենք իրականացնում, մենք չենք խեղաթյուրում ինֆորմացիան, չենք իրավիճակը բացատրում։ Բորիս Մուրազին ասում է Սերժ Սարգսյանը KGB-ի արխիվների է տիրապետում, որովհետև ով ինչ խոսում է իր մասին, միանգամից իր թիմակիցները հանում են ջրի երես իրանց ինչ-որ տեսանյութ, ինչ-որ չունենայինք, չհանեինք, 6 տեղ չաշխատեիք միաժամանակ կամ Թևանյան Անդոյի նման չգայիք հանրապետական կուսակցություն այդ ժամանակ աշխատելով Սամվել Բաբայանի վրա, չասեիք, որ փող տվեք, համ ձեր վրա աշխատենք, համ Սամվել Բաբայանի, մենք չբարձրացային էինք, դա այսքան ժամանակ որ սուս ենք մնացել, ուղղակի չենք ուզեցել պատմենք ինչ-որ բաներ, մտածում եք չենք իմացել, մենք հիմա շատ բան ունենք, որ չենք հրապարակում կամ շատ բան գիտենք, որ չենք խոսում։ Բայց դա չի նշանակում, որ ձեր թեզերը ճշմարիտ են, դուք մեկը ասում եք, որ Սերժ Սարգսյանն է բերել Նիկոլին իշխանության, ու այդ նույն ասողը գնում ասում է, որ դե ինքը գործարքի մեջ է Գյումրիում հիմա, գործարքի մեջ է ՀՀԿ-ն Գյումրիում, որպեսզի ջրեն իրանց քրեական գործերը եւ այլն գործարքի են գնացել, դե Նիկոլին մենք ենք բերել, այ տահասներ, ինչ գործարքի մեջ պետք է լինենք Գյումրիում մենք իր հետ, որ մեր քրեական գործերը ջրեն իրանք, դե սա ժողովրդի համար արդեն բացահայտ, պարզ, լրիվ նորմալ բան է, ինֆորմացիա է, սա գիտեն, բայց տեսեք, մենք պետք է անդրադառնանք եւ պետք է անկեղծ լինենք եւ խոսենք այս թեմաներով, էլի, որովհետեւ սա խանգարում է ընդհանուր առմամբ քաղաքացուն, որպեսզի ճիշտ կողմնորոշվի։ Իսկ քաղաքացին, երբ որ ճիշտ կողմնորոշվում է, ինչպես տեսնում եք, մենք առանձին չմասնակցելով տարբեր քաղաքական ուժեր հնարավորություն ունեն որոշակի հաջողություններ գրանցել ընտրությունների ժամանակ, մասնավորապես Գյումրին նկատի ունեմ, այո, արձանագրում ենք, որ մի քանի քաղաքական միավոր եւ նաեւ Փարաքյարում մի դաշինք, Փարաքյարում ընդհանրապես 50+1-ով են կրել, Գյումրիում մեծամասնություն են տալի ընդդիմադիրները, որի համար որ ուրախ ենք, թեև ես անձամբ վերապահումներ ունեմ Վարդան Ղուկասյանի գործունեության, ետագծի ընդհանուր առմամբ եւ իր տեսլականների մասով վերապահումներ ունեմ եւ այդ վերապահումների մեջ հեսա Գյումրու մասով խոսանք կանրադրանք տեսեք ՔՊ-ն պարտության եւ հող հանձնելու մարդկանց ընկալման մեջ այդպես է պարտության եւ հող հանձնող կուսակցությունը ինչի որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ Range Rover-ներ բան հետ բերելու մասին, բայց Նիկոլ Փաշինյանը 11000 քառակուսի կիլոմետրից ավել հանձնել է Արցախի, մեր հայրենիքը 200 քառակուսի կիլոմետր Հայաստանին հանձնել, բայց այսօրվա կուրսով հաշվեք տեսեք, մենակ եթե չհաշվենք հանքերը, ջրերը եւ այլն գեսերը, ամեն ինչ որ եղել է, ցորենը եւ մնացածը, եկեք մենք տեսնենք թե ինչքանի է ինքը մեզ վնաս տվել, քանի միլիարդ դոլար անում դա, քանի տասնյակ միլիարդ դոլար անում դա իր տված վնասը եւ անգին չվերականգնվող կորուստները, որոնք նա տվել է, այսինքն մեր հայրենակիցների, մեր եղբայրների մահը, որ 5000-ից ավել մեր հայրենակիցներ
սպանվել են պատերազմի ժամանակ կռվի, այն անհետ կորած մեր եղբայրները եւ գերավարված մեր եղբայրները, հա, այդ սա ձեր ուսերին է քպականներ։ Սա ձեր ուսերին է։ Հիմա ես գիտեմ, որ ձեր մեջ բաժանվել եք թմերի, իրար միս եք ուտում, այնի հարստացել է, այնի քյասի բադառ է, այնի շատ փող աշխատում, այնի չի աշխատում եւ այլն, փորձում եք դուք էլ ձեր fake բաներով իրար վրա բաներ գրել տակ եւ այլն, սա ամեն ինչ գիտենք, չենք խոսում, որովհետեւ իրար միս եք ուտում, կերեք են, էլի մենք չենք խառնվում այդ թեմայի մեջ, բայց տեսեք մեր հայրենիքի համար ձեր իշխանության մնալը վնաս է, ու դուք ինքներդ եք դրա մասին ասում, դուք ձեր մեջ նստում խոսում եք դա, հա դուք կարող ազգային ժողովում ինքնախապեյությամբ եք զբաղվում, կամ մեջներդ մի 5 հատ Ռուբինյան Ռուբա ունեք, կամ Ալեն Սիմոնյան, ովքեր որ ամեն ինչի վրա խաչ են քաշը, հա, ու պատրաստ են ամեն ինչի, որպեսզի իշխանությունը պահեն կամ 2 կոպեկ ավել փող աշխատեն, դուք եք էլի, դուք գիտեք ով եք, դուք Ալեն Սիմոնյանն եք, որ այդքան չկա, որ $700 կոշիկ հագնի, հանրության ընկալման մեջ, ինքը այտենց ազգային ժողովի նախագահ տղայա, որ ինքը գնաց է իր, եսին որդից 20,000 դրամանոց կոշիկներ էր ճարել, բերը նկարելս մեզ զեյնա չի, եսիմ ինչա, ամոթ հա, որ մեր ազգային ժողովի նախագահն ունես տղայա, որ չի կարա զեյնա կոշիկ իրան թույլ տա հագնի, 40 քանի տարեկան դրնելով $700 կոշիկ, որ չես, այտենց դուք բոմժի ընկալում ունեք, հասկանում եք, ինքներդ ձեր մասին, որ դուք մտածում եք, որ դա կոմպրոմատ է ձեր վրա, որ դուք $700 կոշիկ եք հագնում, էլի։ Այն որ $200,000 ավտո եք հագնում, քշում էդի հետ, այն որ $700 կոշիկ, ասում եք դե լավ, այդ եք դուք։ Սա ձեր իրականությունն է, ձեր պատկերն է, եւ ձեր նմանները ոնց կարան խոսան անվտանգության, հայրենիքի, Արցախի մասին, դուք տեսեք ժողովուրդ ջան, սրանք ուզում են հիմա սահմանադրությունը փոխեն, որպեսզի հանեն անկախության հռչակագիրը, մենք բազմիցս սրա մասին ուրեմն խոսել ենք։ Մենք դա պետք է միասնական թույլ չտանք եւ խնդրում եմ ձեզ, այս լայվը ինչի համար եմ, ես գիտեմ, որ դուք իրանց ճանաչում եք։ Ես գիտեմ, որ իրանք չունեն հանրային ընկալում։ Բայց կան հարցեր, որոնք դուք ասում եք, դուք ինչի չեք դրանց արձագանքում, մենք դրա համար արձագանքում ենք, բայց դրանց ելույթներն ու խոսքերը չեմ ուզում մեջ բերեմ, այդ Պետրոս Ղազարյանը, որ դարալա ԿՊ կուսակցության անդամ եւ այլն, իր խոսքով ոչ թե դե յուրե, այլ իր խոսքով դարալա, ուղղակի մենք մեր օրակարգը պետք է ունենք եւ սպասարկենք մեր հայկական օրակարգը չմտնելով իրանց օրակարգի մեջ։ Իսկ իրանց օրակարգը արդեն ակնհայտ բարձա վաղուց։ Իրանք ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենա, իսկ մենք դա պետք է թույլ չտանք։ Թե թույլ չենք տա դա կապ չունի ինչ ձև ընտրություններով, փողոցով, իմպիչմենտով, կապ չունի ոնց դա կստացվի, ամեն դեպքում այս բոլոր գործընթացներում թեկուս եթե ընտրության ենք գնում կամ ընտրություն լինի, իմ անձնական կարծիքով ընտրությունը եւս պետք է ժողովրդի աջակցությունը վայելի, այսինքն ոչ միայն ձայնի առումով, այլ նաեւ եթե պետք լինի փողոցային գործընթացով համեմելու ընտրությունը, ընտրական այդ process-ը, որպեսզի իշխանությունը չկարողանա ռեպրեսիաների գնա եւ այն գործողությունները, որոնք որ տեսել եք, որ 70 տարեկան կին են կալանավորում եւ այլն, դրանք չանի։ Հիմա անդրադառնանք կարճ, արագ անդրադառնամ Գյումրու մասով։ Տեսեք, նախ ասեմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը միակ կառույցն է Հայաստանում, որը անցկացնում է անվճար հայ առաքելական Սուրբ եկեղեցու դասընթացներ։ Մեր կուսակցության շենքում մենք բազմաթիվ գրականություն ունենք մեր մոտ, ոչ միայն սեղանի գրքեր, այլ նաև երիտասարդությանը տրամադրում ենք, մասնակցում ենք եկեղեցական տարբեր միջոցառումների, մեր եկեղեցու հետ միասին, մեր սրբազանների, մեր եկեղեցականների հետ, հա, ում հետ շատ հարգում ենք, շատ սիրում ենք, շատ գնահատում ենք եւ համարում ենք, որ եկեղեցին այն անկյունաքարային նշանակությունը ունեցող ազգային ինքնության, մեր դիմանկարի առհասարակ պատմության, մեր ինքնությունը սերնդեսերունդ փոխանցող առանցքային դեր ունի մեր երկրում։ Եվ մենք ոչ թե խոսքով ենք դա դավանում, այլ գործով ենք դա դավանում։ Մեր քրիստոնեական մոտեցումները մենք խոսում ենք գործով, ոչ թե խոսքերով, եւ
այս տրամաբանության մեջ մենք միշտ գործում ենք, հա, այն, որ մենք արձագանքում ենք Սրբազանին քաղաքական բովանդակությամբ, մենք արձանագրում ենք այն, որ որևէ հանրապետական երբեք թույլ չի տալիս իրան ոչ մի քաղաքացու նկատմամբ առավել ևս Սրբազանի վիրավորական ելույթ ունենա։ Մենք քաղաքական գնահատականներին տալիս ենք քաղաքական պատասխաններ եւ նաեւ ակնկալում ենք, եթե ճշմարիտ եք մարդիկ, ովքեր որ այդ քննարկման ժամանակ կամ այդ քննարկումների ժամանակ կարծիք եք հայտնում, հայտնեք ձեր դիրքորոշումը նաեւ այն ժամանակ, երբ որ Սրբազանին Վարդան Ղուկասյանը ասում է սուտասան կամ այլ ոչ հարգալից խոսքեր, հա, նաեւ տեսանյութը կա մեր ձեռքի տակ, ոնց է Վարդան Ղուկասյանը ասում, բայց որևէ արձագանք այդ նույն մարդկանցից, ովքեր որ կային, ես չեմ տեսել առնվազն եւ ուղղակի զարմանալի է, զարմանք եմ ապրում, որ տեսնում եմ, որ տենց երկակի ստանդարտներ կա, ուրեմն նաեւ կա ինչ որ այդ երկակի ստանդարտների հետ ինչ որ նաեւ վերլուծությունները, կարծիքները ներկայացնելու ամբիցիա սեփական, անձնական կամ ինչ որ տեղից ուղղորդվող, եթե օբյեկտիվ գնահատական չեն տրվում նաեւ այլ մարդկանց կողմից, եթե երբ որ իսկականից վիրավորում, ոչ թե որպես քաղաքական պատասխան ենք տալի, մարդիկ ասում են, որ վիրավորանք է, այլ իրական վիրավորանք են, որովհետև դա քաղաքական գնահատականներ չէր։ Սա այսքան է, այդ իր նաև Վարդան Ղուկասյանի խոսույթը մենք ես այս ուղիղ եթերը կմնա եւ նաև մենք կֆիքսենք հիմա սա։ Հանրապետական կուսակցությունը չի մասնակցել եւ չի խառնվել Գյումրու ընտրություններին։ Իսկ Մարտուն Գրիգորյանը ասել է, որ ես պատասխանատու չեմ լինելու ձեր հետագա քայլերի համար, ուղղակի ձայնս կտամ ամենաշատ ընդդիմությունից տարած Մարտուն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, որովհետեւ Վարդան Ղուկասյանի խոսույթը միութենական պետության մասին եւ շուտով այլ բաների մասին մենք կտեսնենք ինչի մասին առհասարակ է, որոնք մեր եթե լինելու են գործողություններ կամ խոսույթ կամ կարծիքներ, որոնք մեր անկախությանն են վերաբերվում եւ անթույլատրելի են բոլոր ուղղություններով, եւ նաեւ այդպիսի հայտարարությունները չեն ընկալվում որևէ ձևաչափում, բայց մենք ուշով հետևում ենք, տեսնենք, բայց սա ես ասեմ, որ մենք հետագայում մեզ չասեն, եւ ես նաեւ ունեմ իմ մոտ բոլոր այն մարդկանց սատարումները, որոնք Վարդան Ղուկասյանը ուներ, ովքեր ասում են մանավանդ ամենաշատը Ռոբերտ Քոչարյանին ներկայացնող մարդիկ էին ուզում, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, ինչքան որ ես տեսել եմ, ես գիտեմ, իմ մոտ ես հիմա չեմ ասում, որ Վարդան Ղուկասյանը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանին, որովհետև ես տենց տեղեկություն ուղիղ չունեմ, թեև նա տենց տողատակերով հասկացնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն հարգում իր այդ պետք է խոսամ եւ այլն, բան դրան գումարվեց նաեւ այն, որ եւ մեդիաները եւ այլ հարթակներ Ռոբերտ Քոչարյանի նաեւ սատարում էին Վարդան Ղուկասյանին, բայց ինչևից է ուղիղ ինֆորմացիա ես անձամբ չունեմ, դրա համար ես տենց շատ չեմ ուզում խորանամ այդ թեմայի մեջ։ Մենք ուղղակի հետագայում կֆիքսենք, թե նա ինչ է անելու, ինչ ձևով, ինչ այնտեղից գործընթացներ կլինեն, բայց արդեն իսկ որ ընդունելի չի դա քաղաքապետի այդ թեմի առաջնորդի, հա, տեսեք այլ բան է, որ մեր երիտթևի Վահեն կարծիքը հայտնում։ Դա այլ բան է, հա, երիտասարդի կարծիքը, այլ բան է, որ այդ քաղաքապետը իր թեմի առաջնորդին ասում է սուտասան, հա, դա շատ տարբեր կատեգորիաներ, տարբեր գնահատականներ են, էլի։ Շատ տարբեր։ Հիմա ամփոփելով այս ամեն ինչը, տեսեք, եկանք հետևյալին, որ Նիկոլ Փաշինյանները կապիտուլյանտների իշխանությունը, ովքեր որ հողերը հանձնել են եւ ստորագրել են դավաճանությունները եւ շարունակում են դա անել, խոսում են ինչ որ
ինքնության մասին, ազգային արժեքների մասին, որ ծիծաղը գալիս է ուղղակի խոսում են, դուք եք ասում, որ պետք է դեկլարացիաները հանել, այսինքն այդ անկախության հռչակագիրը հանել, դուք եք սահմանադրությունը փոխում, դուք եք Արցախը հանձնել, դուք եք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ադրբեջանցիներ բերել եւ հիմա ասում եք, որ մենք որևէ կրակոցով չենք անելու, դուք եք բանակը կազմակերպում, դուք եք սխալ հարաբերություններ ստեղծել մեր բարեկամների հետ, մեր ռազմավարական դաշնակցի հետ փչացրել եք մեր բոլոր հարաբերությունները եւ էլի ինչ որ տարօրինակ խմորումների մեջ եք, այդ դրա մասին առանձին վերլուծությամբ հանդես կգամ հետո առաջիկայում արտաքին հարաբերությունների բլոկին վերաբերող։ Հիմա տեսեք, հարկային տերոր է իրականացվում շատ տարբեր ուղղություններով, սիրելի հայրենակիցներ, բարձրաձայնում եմ ձեր խնդիրները, որոնց մասին օրեր շարունակ ինձ գրել եք կամ փողոցում որ հանդիպել ենք, ասել եք։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ըստ ամենայնի դրել է իրանց վրա ինչ-որ պլան, այս սրանք այդ պլանը ներկայացնելու համար պետք է սխեղճ բիզնեսմեն այդ Coffee House-ից սկսած ինչ-որ իմացանք, որ փակել են, հետո գումար են տվել, բացել են եւ այլն, հետո ուղանել են մեր այլ մնացած բիզնեսմեններով, ռեստորաններից մինչեւ հյուրանոցներ, մտնում մարդկանց տուգանում են։ Չեն թողում մարդիկ աշխատեն, քանի ռեստորան արդեն փակվել, քանի արդեն բիզնես Հայաստանի Հանրապետությունում այլևս չի գործում, որովհետեւ դե այդքան չես կարող համ տուգանք մուծես, համ հարկ բարձրացնեն քո վրա, չես կարող։ Մեծ հաշվով ոնց է, դե դու աշխատում ես, ոնց է ելնի, կարող է ինչ-որ մի օր, ասենք, քո կարող է մոռանա մեկը ինչ-որ մի բան խփի, այսինքն պետությունը պետք է նաև ինքը մարդկային մոտեցում ունենա, չէ՞, բիզնես անող մարդու նկատմամբ, որովհետև այդ մարդը աշխատում է չարչարում, դե կարող է մի օր, այսինքն մարդկային վերաբերմունք սրանց մոտ չկա։ Իրանց համար քաղաքացի տուգանքի մատերիալ է, իսկական։ Իրանք իսկականից ժողովրդին այն ծառերի պես ոնց որ կտրել է Ավինյան Տիգրանը իր բիզնեսները, թեև չի կտրվում, ինքն է կտրում ծառերը ու այդպես ծառերի պես կտրվում են նաև բիզնեսները։ Մենք պետքա միասին ժողովուրդ ջան, այս թեմայի մասին խոսանք, բարձրաձայնենք, որովհետև մեղք են մեր գործարարները, այդքան վարկ ունեն, հարկ ունեն, տուրք ունեն, փող են վերցրել, բան են ծախել, որ բիզնես դնեն, այս սրանք չեն ոչ միայն չեն օգնում, հենց այն անում, որ այդ բիզնեսները այլ գոյություն չունենա, որտեղ մտնում ես այդ ռեստորաններում այլ կլիենտ չունեն այդ մարդիկ, որովհետև սրանց հարկերի պատճառով սա թանկացրել են, թանկնել, այս ժողովուրդը չի կարող գա, գնում են էժան տեղ, այդ էժան տեղները, որ գնում են սեգմենտներ կա, չէ՞, տարբեր սեգմենտների համար պետք է հարկերը ուրեմն կանոնակարգված լինի։ Դուք չեք կանոնակարգում հարկերը, այսինքն ամենամեծ ռեստորանները, ամենամեծ առևտրաշրջանառությունը ու մի հատ հոթ-դոգնոցը նույն հարկն է համարյա տալի։ Այսինքն դուք փոխանակ հարկերը սուբսիդիաներ անեք, փոխանակ տեսնում եք, որ ամենաշատը ծախսվում է, ամենաշատ հարկերը եւ առևտրաշրջանառությունը այդ Vivarro, Toto եւ այլն այդտեղ է, դուք այդտեղ հարկերը չեք ավելացնում, այնտեղից վերցնեք հարկը, սուբսիդիա անեք բիզնեսը, որ բիզնես երկիր ապրի, այս մարդիկ ոնց պետք է ապրեն։ Գյուղատնտեսության նախարարությունը փակել է, որ գյուղատնտեսությունը մեռնի Հայաստանում, որպեսզի մենք մեր երկիրը չկարանա առաջ գնա։ Այս խեղճ մարդիկ ահագին մարդ հայրենադարձ է եղել, մանավանդ ուրեմն Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմական գործողությունների ժամանակահատվածում ահագին հայ է Ռուսաստանից էլ Ուկրաինայից էլ վերադարձել Հայաստան, ստեղ փորձել են իրանց կյանքը ստեղ սկսեն զրոյից իրանց հայրենիքում, բայց իրանց հայրենիքը իրանց նենց է դիմավորել, ոնց որ արցախցիներին է դիմավորել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ ասում են դուք արցախցի եք, մենք երևանցի ենք կամ չգիտեմ վարդենիսցի ենք։ Ես նորից ուզում եմ ասել, որ անթույլատրելի է եւ պետքա մենք որպես ժողովուրդ հասկանանք ինչ ենք անելու այս թեման, այս ուղղակի ոնց որ որպես հետգրություն է, իմ ասացի կոնտեքստի հետ կապ չունի, ուղղակի նոր եւս ինձ այս թեմայով հարկերի այդ հարկային տերորի մասով խնդրում են, ես անպայման ուզում եմ բարձրաձայնեմ, որ կարող է պատկան մարմիններ կան նաեւ, որոնք որ աշխատում են, թող իրանք տեսնեն եւ իմանան, որ նման բաներ կա, բիզնեսմենները շատ են բողոքում, մեր գործարարներին շատ վատ դրության մեջ են դնում։ Եվ ամփոփելով
իմ ուղիղ եթերը ուզում եմ ասել, որ մենք տեսնում ենք հարգելի հայրենակիցներ, այո, դուք հարցնում եք, ուղարկում եք մեզ նյութեր, բան մենք ամեն ինչ տեսնում ենք, մենք ամեն ինչ արձանագրում ենք եւ երբեմն sense արձագանքում ենք, հա, որ մենք տեսել ենք, ուղղակի կապիտուլյանտների խոսքը հայրենիքի մասին կեղծ է, այսինքն դա իրանք խափում են, ոնց որ 18 թվին են խափի ժողովրդին, դից է հիմա են խափում, էլի։ Իսկ մնացած ուղղություններով արդեն բացահայտված են եւ համբուրողները եւ համբուրվողները եւ այսքանով շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ նաեւ տարածեք ուղիղ եթերը, որպեսզի մեր հայրենակիցները տեսնեն, թե Նիկոլ Փաշինյանը իրականում ինչի մասին է խոսում, ուղղակի լուրջ չենք վերաբերվում իրանց քաղաքական կարծիքներին, որովհետև իրանց քաղաքական կարծիքները հիմնված են կեղծիքի եւ մանիպուլյացիայի վրա։ Այսքանը շնորհակալություն հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք շուտով արդեն այն թեմաների շուրջ, որոնց մասին մենք պայմանավորվել ենք կամ պայմանավորվում ենք ընթացքում, որ պետք է խոսենք։ Լավ մնացեք։